Եթերում լուրերի կիրակնորյա թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո։ Միասին փորձելու ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր իրադարձություններն ու ուշագրավ զարգացումները։ Ստրասբուրգում մեկնարկել էր Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որը տևել է մինչև հունվարի 30-ը։ Միագումար նստաշրջանի կարևորագույն իրադարձություններից էին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ելույթները։ Քննարկվելու էին 4 հրատապ խնդիր՝ սպառնալիքներ միջազգային կարգին, Գրենլանդիայի դեպքը, հաշվետվողականության, մարդասիրական պաշտպանության և միջազգային իրավունքի հարգանքի ապահովումը Գազայում և Արևմտյան ափին հրադադարից հետո Եվրոպական սոցիալական խարտիայի 65-ամյակի և ժողովրդավարության վերադարձը մեր վեհաժողով, խորհրդանական վեհաժողովի նախագահի ընտրության ընթացակարգը բարելավելու հրատապ կոչ։ Նախատեսվում են քննարկումներ նաև Ուկրաինայի համար համապարփակ, արդար և կայուն խաղաղության ապահովման և եվրոպական մայրցամաքի անվտանգության և մի շարք այլ հարցերի վերաբերյալ։ Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով այնտեղ էր Ստրասբուրգում, որտեղ մասնակցել է Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակի նվիրված միջոցառումներին։ Նա նաև ունեցել է երկկողմ հանդիպումներ։ Այցի ընթացքում Միրզոյանը ընդգծել է Հայաստանի նպատակները ամրապնդել գործակցությունը Եվրոպայի խորհրդի և ՄԻԵԴ-ի հետ, առաջ մղել ժողովրդավարական բարեփոխումները և քննարկել միջազգային ու տարածաշրջանային զարգացումները։ Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի փոխվարչապետ արտաքին գործերի նախարար Միխայ Պոպշոյի հետ։ Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ։ Հայաստանի և Մոլդովայի արտգործնախարարները քննարկել են Եվրոպական միությանն առնչվող գործակցության հարցեր, ընդգծելով եվրոպական ինտեգրման գործընթացում փորձի փոխանակման պատրաստակամությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել առաջիկայում Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ։ Միրզոյանը հանդիպում է ունեցել նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մաթիաս Գիոմարի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և ՄԻԵԴ-ի միջև գործակցության, իրավունքի գերակայության ապահովման, անկախ արդարադատության խթանման հարցերի շուրջ։ Երկուստեք գոհունակություն է նշվել դատարանի հետ տարբեր մակարդակներում ակտիվ ներգրավվածության վերաբերյալ։ Պաշտոնյաներն անդրադարձ են կատարել ՄԻԵԴ-ի վճիռների կատարմանը։ Նախարար Միրզոյանը նշել է վճիռների կատարման և վերահսկողության փակման հարցում Հայաստանի գրանցած բարձր ցուցանիշը, ընդգծելով ժողովրդավարության սկզբունքների և մարդու իրավունքների պաշտպանության հարցերում շարունակական բարեփոխումների գործում Հայաստանի վճռականությունը։ ԵԽԽՎ նախագահ Պետրա Բայրի հետ հանդիպմանն էլ Միրզոյանը շնորհավորել է վերջինիս ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ իր այցը Ստրասբուրգ խորհրդանշական է, քանի որ համընկնում է Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակի հետ, ընդգծելով ժողովրդավարական զարգացման ճանապարհին Եվրոպական խորհրդի հետ ունեցած փոխգործակցության կարևորությունը։ Զրուցակիցներն ընդգծել են միջխորհրդարանական գործակցության կարևորությունը, ինչի վկայությունն է ԵԽԽՎ հարթակում Հայաստանի պատվիրակության անդամների ակտիվ ներգրավվածությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է օգոստոսի 8-ի համաձայնությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ամրապնդմանն ու ինստիտուցիոնալիզացմանն ուղղությամբ իրականացված և ընթացիկ քայլերը։ Անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի հարցերի։ Միրզոյանը գրառում է կատարել ԵԽԽՎ պաշտոնական հյուրերի մատյանում։ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի Ստրասբուրգյան հանդիպումներն այսքանով չեն սահմանափակվում։ Արտաքին գործերի նախարարը հաջորդիվ հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ։ Երկուստեք ընդգծվել է, որ ԵԽ-ում Հայաստանի դինամիկ ներգրավվածությունը, ԵԽ կոնվենցիաների շրջանակին հետևողական միանալն ու դրանց իրականացումը վկայում է ժողովրդավարական արժեքներին և բարեփոխումներին Հայաստանի հանձնառության մասին։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել խառնածին սպառնալիքների, այդ թվում ապատեղեկատվության դեմ պայքարի գործիքակազմի զարգացմանն ու արդյունավետ իրացմանը։ Միրզոյանն ու Բերսեն մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում զարգացումների շուրջ։ Միրզոյանը ներկայացրել է հաստատված խաղաղության շարունակական ինստիտուցիոնալիզացման հարցում Հայաստանի մոտեցումները։ Ստրասբուրգում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ստորագրել է արհեստական բանականության, մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքների գերակայության մասին Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիան։ Այն միջազգային առաջին իրավական փաստաթուղթն է, որը նպատակ ունի ապահովելու մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունն արհեստական բանականության կիրառման ոլորտում։ Կոնվենցիայի ստորագրումը հնարավորություն կտա միջազգային գործընկերների հետ սերտ գործակցության միջոցով զարգացնելու արհեստական բանականության կիրառման ոլորտին առնչվող իրավական դաշտը։ Շրջանակային կոնվենցիան առ այսօր ստորագրել է 17, այդ թվում ԵԽ անդամ և դիտորդ երկիր, նաև Եվրամիությունը։
Խաղաղ հեղափոխությունից մինչև սպասվող հերթական ընտրություններ Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեաժողովում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է երկրի ժողովրդավարական ուղին, առաջիկա ընտրությունների կարևորությունը եւ խաղաղության օրակարգը, զգուշացնելով նաեւ հիբրիդային սպառնալիքների մասին։ Խաղաղ ժողովրդավարական հեղափոխությունը շրջադարձային կետ դարձավ Հայաստանի նորագույն պատմության մեջ։ Այս մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովի նստաշրջանում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ներկայացնելով Հայաստանի ժողովրդավարական ուղին, անվտանգության մարտահրավերներն ու տարածաշրջանային խաղաղության հեռանկարները։ Նախարարը հիշեցրեց 2018 թվականի իրադարձությունները, ընդգծելով, որ իշխանափոխությունը Հայաստանում տեղի ունեցել ոչ թե բռնությամբ, այլ քաղաքացիների խաղաղ կամ արտահայտմամբ։ Միրզոյանի խոսքով արտաքին ճնշումներով պարտադրվող բարեփոխումները կարող էին տարիներ շարունակ մնալ թղթի վրա, եթե հայ ժողովուրդն ինքը չդառնար փոփոխությունների շարժիչ ուժը։ Նախորդ բոլոր անհաջողությունների դառնությունը համտեսելուց հետո 2018 թվականին ես ինքս քայլեցի 100,000-ավոր իմ համաքաղաքացիների կողքին, որոնք լցրեցին Հայաստանի փողոցներն ու քաղաքները ոչ թե զենքով, այլ բաց ձեռքերով։ Մենք ապացուցեցինք, որ մեր ազգը կարող է ընտրել իր ճակատագիրը։ Հայաստանի արտգործնախարարը շեշտել է, որ 2018 թվականից ի վեր Հայաստանն իրականացրել է լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներ, որոնց արդյունքներն արձանագրվել են միջազգային հեղինակավոր կառույցների կողմից։ Նրա խոսքով Freedom House-ի, լրագրողներ առանց սահմանների, Transparency International-ի եւ այլ կազմակերպությունների զեկույցները փաստում են առաջընթացը խոսքի ազատության, ընտրական գործընթացների եւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։ Մենք արժանի էինք արդար եւ օրինակելի ընտրությունների, հաշվետու ու թափանցիկ կառավարման, կոռուպցիայից զերծ ինստիտուտների, անկախ դատական համակարգի եւ սոցիալական արդարության։ Միրզոյանն անդրադարձավ նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ընդգծելով, որ դրանք եւս մեկ փորձություն են Հայաստանի ժողովրդավարության դիմակայունության համար։ Հայ ժողովուրդը ցույց կտա, որ իր կամքը մեր երկրում ուժի միակ աղբյուրն է։ Ժողովրդավարության թշնամիները պատրաստ են միլիոնավոր դոլարներ ներդնել քարոզչական մեքենաների մեջ ժողովրդավարությունը ներսից խաթարելու համար։ Մենք գիտենք, որ նրանք չեն քնում, բայց վստահեցնում եմ, նրանք չեն հաջողելու։ Նախարարը զգուշացրեց նաև հիբրիդային պատերազմի, ապատեղեկատվության եւ արտաքին միջամտության ռիսկերի մասին, նշելով, որ դրանք կսրվեն ընտրություններին ընդառաջ, այդ թվում Ռուսաստանի կողմից հնարավոր հիբրիդային ազդեցությունների համատեքստում։ Միրզոյանը ելույթից հետո ԵԽԽՎ-ում հարց հնչեց նաև հոգևորականների ձերբակալությունների վերաբերյալ, ինչին Հայաստանի արտգործնախարարը պատասխանեց, ընդգծելով օրենքի գերակայությունը։ Հայաստանում հոգևորականների դեմ հետապնդումներ չկան, կան մարդիկ, որոնք կոչ են արել իշխանության բռնի տապալման եւ սպանությունների, օրենքի առաջ բոլորը հավասար են։ Հայաստանի արտգործնախարարը կարևորեց Եվրոպայի խորհրդի դերը Հայաստանի ժողովրդավարական կայացման գործում, նշելով, որ կազմակերպությունը տարիներ շարունակ նպաստել է մարդու իրավունքների պաշտպանության եւ օրենքի գերակայության ամրապնդմանը։ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց Եվրախորհրդարանին տարածաշրջանի նկատմամբ հետևողական ուշադրության եւ խաղաղությանն աջակցելու համար։ Եվրոպայի խորհուրդը նշանակալից դեր է խաղացել հայ հասարակության եւ պետականության մեջ ժողովրդավարական արժեքների նկատմամբ հավատի ներդրման գործում։ Ձեր աջակցությունը երկարատև խաղաղությանը, մարդասիրական կարգավորմանն ու մարդու իրավունքներին կենսական նշանակություն ունի, երբ մենք շրջում ենք տասնամյակների թշնամանքի էջը։ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն անդրադարձավ նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին, նշելով, որ 4 հայ գերիների վերադարձը հույս է ներշնչում մնացած 19 պահվող անձանց ազատ արձակման հարցում։ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն իրականացնում են երկկողմ առևտուր։ Սա ցույց է տալիս, որ խաղաղությունն այլընտրանք չունի։ Միևնույն ժամանակ Հայաստանի արտգործնախարարը հայտնեց, որ Հայաստանը շարունակում է վճռականորեն հանձնառու մնալ Թուրքիայի հետ հարաբերությունների լիակատար կարգավորմանը, ընդգծելով խաղաղության օրակարգի շարունակականությունը տարածաշրջանում։ Ֆինլանդիայի ռազմական հետախուզությունը հրապարակել է իր 2026 թվականի գնահատականը, որտեղ անդրադարձ է կատարվում Հարավային Կովկասում ուժերի փոփոխվող դասավորությանը եւ Ռուսաստանի ազդեցության նվազման միտումներին։ Զեկույցում նշվում է, որ թեև Մոսկվան շարունակում է մնալ տարածաշրջանի կարևոր դերակատարներից մեկը, սակայն այլևս չի դիտարկվում որպես Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական միջնորդ։ Զեկույցում անդրադարձ է եղել նաեւ հարևան Վրաստանի եւ Ռուսաստանի միջև վերջին շրջանում սերտացող քաղաքական ու դիվանագիտական հարաբերություններին։ Իդեպ Վրաստանի արտաքին քաղաքականության անդրադարձել էր այդ երկրի նախկին վարչապետ Գեորգի Գախարյան։ Ռուսաստանը կորցրել է նախկին առանցքային դերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։ Այս մասին ասվում է Ֆինլանդիայի ռազմական հետախուզության 2026 թվականի զեկույցում։ Ֆիննական հետախուզությունը նկատում է, որ թեև Մոսկվան շարունակում է մնալ տարածքային կարևոր խաղացող, նրա ազդեցությունը զգալիորեն նվազել է։ Մասնավորապես ընդգծվում է, որ Ռուսաստանն այլևս չի դիտարկվում որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական
կառավարության միջնորդ։ Ըստ հետախուզական ակնարկի, երկու երկրների կապերը Ռուսաստանի հետ զգալիորեն թուլացել են, իսկ հակամարտության շուրջ ձևավորվում են նոր դիվանագիտական ձևաչափեր առանց Մոսկվայի առաջատար մասնակցության։ Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում նվազել է եւ նախկին միջնորդական դերը փաստացի կորցված է։ Ռուսաստանի գլխավոր նպատակն անփոփոխ է, այն է մեծացնել իր գլոբալ ազդեցությունը։ Պուտինի ռեժիմը արևմուտքը սպառնալիք է դիտարկում եւ ձգտում է թույլատրել այն, օգտագործելով Ուկրաինայում պատերազմը, այլ հակամարտությունները եւ թշնամական հիբրիդային ազդեցությունը որպես գործիքներ։ Ռուսաստանի ուշադրությունը կենտրոնացած է եղել նախկին Խորհրդային Միության տարածքի եւ մասնավորապես Ուկրաինայի դեմ տարվող պատերազմի վրա, որը նավարում է իր մյուս նպատակներին հասնելու գնով։ Նույն հրապարակման մեջ առանձին անդրադարձ է կատարվում Վրաստանին։ Ֆինլանդիայի ռազմական հետախուզության գնահատմամբ Թբիլիսին վերջին շրջանում քաղաքական առումով ավելի մոտ է Ռուսաստանին, ինչը նկատվում է ինչպես արտաքին քաղաքական հռետորաբանության, այնպես էլ գործնական քայլերի մակարդակում։ Տարածաշրջանային այս փոփոխությունների ֆոնին հրապարակային հայտարարությամբ հանդես է եկել նաև Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախիրյան, անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին։ Նա ողջունել է վերջին զարգացումները, դրանք բնորոշելով որպես պատմական նշանակության առաջընթաց։ Գախիրյան շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Նրա խոսքով ձեռք բերված արդյունքը հնարավոր է դարձել Ամերիկայի Միացյալ Նահանգների ակտիվ դերակատարության շնորհիվ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների շարունակական ներգրավվածությունը Հարավային Կովկասում կենսական նշանակություն ունի խաղաղության, անվտանգության եւ կայուն զարգացման համար։ Նոր աշխարհակարգի պայմաններում տարածաշրջանը գտնվում է վերադասավորման փուլում։ Միաժամանակ Վրաստանի նախկին վարչապետը կոշտ քննադատության է ենթարկել երկրի ներկայիս իշխանություններին։ Նրա գնահատմամբ, մինչև հարևան պետությունները փորձում են ամրապնդել իրենց միջազգային դիրքերն ու գործընկերային կապերը, Վրաստանը քայլ առ քայլ մեկուսանում է։ Ըստ Գախիրյայի, այսօր Վրաստանը իշխող ուժերի սխալ հաշվարկների եւ անգործության հետևանքով կորցնում է իր ռազմավարական արժեքը։ Նա նաեւ նշել է, որ Թբիլիսին բաց է թողնում Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները վերակենդանացնելու եւ Վրաստանը Հարավային Կովկասի օրակարգում կրկին առանցքային դիրքում դնելու հնարավոր ԱՄՆ-ի դեմ հռետորաբանությունն ու ապատեգատվությունը նաև թշնամական շրջանակների հետ գործակցությունը վտանգի տակ են դնում ոչ միայն Վրաստանի անվտանգությունը, այլև ամբողջ տարածաշրջանի կայունությունը։ Ըստ Գախիրյայի, փոփոխվող աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում Վրաստանի համար այլընտրանք չկա, քան ակտիվ դիվանագիտությունը եւ սերտ գործակցությունը հարևանների եւ ռազմավարական գործընկերների հետ։ Նա վստահ է, որ միայն այդ ճանապարհով հնարավոր կլինի վերադարձնել տարածաշրջանային օրակարգն ու կանխել Վրաստանի հետագա մեկուսացումը։ Կարճատև դադարից հետո կշարունակենք թողարկումը։ Շարունակում ենք թողարկումը։ Հունվարի 27-ը Հայաստանում նշվում էր որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր, նվիրված բոլոր այն հայրենիքներին, որոնք իրենց կյանքը զոհաբերեցին հայրենիքի պետականության եւ անկախության համար։ Օրվա առիթով Եռաբլուր զինվորական պանթեոն էին այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ ծաղիկներ խոնարհել եւ հարգանքի տուրք մատուցել նահատակների հիշատակին։ Այսօր հունվարի 27-ին Հայաստանում նշվում է հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրը։ Օրը խորհրդանշում է խոնարհումը բոլոր այն հայրենիքների հիշատակի առաջ, որոնք տարբեր ժամանակներում իրենց կյանքը զոհաբերել են հանուն հայրենիքի, պետականության եւ անկախության։ Օրվա կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, կառավարության անդամներն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն։ Դրանք ծաղիկներ ու ծաղկեպսակներ են խոնարհել, հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին։ Օրվա կապակցությամբ ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակը եւ նրանց առաջ խոնարհվելը մեր պարտքն է։ Սա է պատճառը, որ սահմանվել է հիշատակի պետական օր։ Սակայն այսօրվանից այն կողմ մեր պատասխանատվությունը չի նվազում, այլ ընդհակառակը ավելանում է, որպեսզի մեր նահատակների զոհողությունները երբեք իզուր չլինեն։ Վարչապետի խոսքով նահատակների հիշատակի ամենատեսանելի ու ծանրակշիռ հուշարձանը ուժեղ ու անվտանգ պետությունն է։ Զարգացած ուժեղ, անվտանգ ու երջանիկ Հայաստանի Հանրապետությունն է մեր նահատակների հիշատակը հավերժացնող ամենածանրակշիռ հուշարձանը։ Մեր պարտքն է ամրապնդել պետությունն ու բանակը, ապահովել երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը, որպեսզի կարողանանք նայել դեպի երկինք, մեր երկնային բանակին։ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա առիթով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ տեսանյութ է հրապարակել գիծ գրառմամբ «Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը»։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւս անդրադարձել է օրվա խորհրդին։
Այսօր մենք վկայակոչում ենք մեր հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը։ Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ մենք պարտավոր ենք ապրել եւ շարունակել կառուցել այն պետությունը, որի գոյության երազանքն իրենց հետ տարան մեր զոհված քույրերն ու եղբայրները։ Ազգային ժողովի նախագահը հավելել է, որ այսօրը հնարավորություն է միասնաբար խոնարհվելու բոլոր ժամանակների զոհերի հիշատակի առաջ։ Հավերժ փառք ու խոնարհում բոլոր զոհվածների հիշատակին։ Կեցցե անկախ, ազատ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը։ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը եւս անդրադարձել է օրվա խորհրդին Facebook-յան իր էջում գրելով. Ամենայն տեղ մահը մի է։ Մարդ մի անգամ պիտ մեռնի, բայց երանի, որ յուր ազգի ազատության կզոհվի։ Ու քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհությունը չի կարող անիմաստ լինել։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը պիտի լինի հավերժ։ Հավերժ փառք բոլոր նահատակներին եւ խաղաղություն նրանց ժառանգներին, հարազատներին ու մեզ բոլորիս։ Օրեր առաջ ազգային ժողովը 69 կողմ եւ 15 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է օրենքը, որով հունվարի 27-ը սահմանվել է հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր եւ հայտարարվել ոչ աշխատանքային։ Իսկ ահա հունվարի 28-ին Հայաստանի Հանրապետությունում նշվում է հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձը։ Այդ առիթով վարչապետ Փաշինյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձում, որում անդրադարձել է զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին, անվտանգության նոր ռազմավարությանը եւ բանակի հստակ սահմանված առաքելությանը։ Բանակի օրվա առթիվ շնորհավորական խոսք է եղել նաեւ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ընդգծելով զինված ուժերի դերը խաղաղության պահպանման եւ պետականության ամրապնդման գործում։ Ուժեղ եւ պաշտպանունակ բանակը պետության գոյության առանցքային երաշխիքներից է, իսկ խաղաղությունն անվտանգության ամենահուսալի հիմքը, նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի կապակցությամբ հղած իր ուղերձում։ Նա անդրադարձել է զինված ուժերում իրականացված բարեփոխումներին, անվտանգության նոր ռազմավարությանը եւ բանակի առաքելության հստակ սահմանմանը։ Վարչապետը նշել է, որ վերջին տարիներին հայկական բանակը գտնվում է փոփոխությունների փուլում, իսկ պաշտպանունակությունը հետևողականորեն բարձրացվում է։ Վերջին տարիներին մեր բանակում իրականացվել են համակարգային բարեփոխումներ, կամավոր ատեստավորում, զինծառայողների բարձրացության զգալի բարձրացում, սոցիալական երաշխիքների ընդլայնում։ Այս ամենը միտված է բանակի պրոֆեսիոնալացմանն ու մարտունակության աճին։ Նիկոլ Փաշինյանի խոսքով զինված ուժերում այսօր ստեղծվել է մոտիվացիոն համակարգ, որը հնարավորություն է տալիս զինծառայողներին ստանալ բարձր վարձատրություն, կախված մասնագիտական կարողություններից։ Այսօր մեր բանակում կան շարքային եւ սպայական կազմի զինծառայողներ, որոնց վարձատրությունը հասնում է 100 հազարավոր եւ նույնիսկ միլիոնավոր դրամների։ Սա կարևոր երաշխիք է ոչ միայն զինծառայողների, այլև նրանց ընտանիքների եւ ամբողջ հանրության համար։ Անդրադառնալով անվտանգային միջավայրին, վարչապետը նշել է, որ նախկինում Հայաստանը լուրջ խոչընդոտների է բախվել սպառազինության ձեռքբերման հարցում, իսկ 2022 թվականին ստեղծված իրավիճակը իրական սպառնալիք էր պետականության համար։ Այսօր հստակ արձանագրում ենք, Հայաստանի Հանրապետության բանակն ունի մեկ առաքելություն՝ պաշտպանել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը։ Մենք պատերազմի չենք պատրաստվում, որովհետև խաղաղությունն է անվտանգության ամենահուսալի երաշխիքը։ Մենք ուժեղացնելու ենք անվտանգության այդ ամենահուսալի երաշխիքը, իսկ բանակի զարգացումը շարունակաբար ընթանալու է, որովհետև բանակը պետության կարևորագույն ինստիտուտներից է եւ չափազանց կարևոր է ունենալ ուժեղ, պաշտպանունակ բանակ ապագայի պայմանական սպառնալիքներին դիմակայելու համար, այն դեպքերում, երբ դիվանագիտությունն ի վիճակի չի լինի դա անել, ուժեղ բանակ չունեցող երկիրը խոցելի է եւ կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար։ Հայաստանի Հանրապետությունն այսպիսին չպիտի լինի երբեք։ Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Հայոց բանակի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձով հանդես է եկել նաև ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ընդգծելով բանակի դերի վերաիմաստավորումը ժամանակակից պետության համար։ Այսօր բանակը դիտարկվում է ոչ միայն ռազմական, այլև խաղաղության պահպանման, պետականության ամրապնդման եւ հասարակության զարգացման կարևոր հիմնասյուն։ Փառք հայոց բանակին եւ բոլոր նրանց, ովքեր իրենց ծառայությամբ ամրացնում են մեր երկրի անվտանգությունը։ Իսկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն օրվա արդիվ Facebook-յան էջում տեղադրել է Երազիմ երկիր հայրենի երգի տոնական կատարումը։ Այսօր հունվարի 28-ին Հայաստանի Հանրապետությունում նշվում է հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձը, որը խորհրդանշում է ոչ միայն զինված ուժերի ստեղծման իրավական սկիզբը, այլև պետական անվտանգության, ինքնիշխանության եւ անկախության պահպանման ճանապարհը։ Հայկական կանոնավոր բանակի ձևավորման գործընթացը մեկնարկել է դեռևս անկախության առաջին տարիներին։ 1991 թվականի դեկտեմբերի 5-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով պաշտպանության
պաշտպանության նախարար է նշանակվել Վազգեն Սարգսյանը, ստանձնելով նոր անկախ երկրի պաշտպանության պատասխանատվությունը գործնականում առանց ձևավորված համակարգի։ 1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին որոշումը, որով իրավականորեն ազդարարվել է Հայոց ազգային բանակի ստեղծումը։ Այդ օրն էլ հետագայում դարձել է բանակի տոնական օրացույցի առանցքային տարեթիվը։ 1994 թվականից սկսած բանակաշինությունն անցել է զարգացման հաջորդ փուլ, մեկնարկել են զինված ուժերի կայունացման, մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, նաև սպայական կազմի պատրաստման եւ վերապատրաստման համագարկված աշխատանքները։ Հայաստանի զինված ուժերի տոնը պետական մակարդակով ամրագրվել է 2001 թվականի հունվարի 6-ին տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքով, իսկ 2002 թվականին այն սահմանվել է որպես ոչ աշխատանքային օր։ Չնայած երիտասարդ տարիքին հայկական բանակն անցել է մի քանի ծանր փորձություններով, Արցախյան առաջին պատերազմից մինչև 2016 թվականի ապրիլյան մարտերը, 2020 թվականի 44-օրյա պատերազմը եւ 2022 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողությունները։ Այդ բոլոր փուլերում զինծառայողները դրսևորել են անձնազոհություն եւ մարտական տոկունություն։ Վերջին տարիներին զինված ուժերում շարունակվում են բարեփոխումները, ներդրվել է զինծառայողների ատեստավորման համակարգը, ընդլայնվել են պայմանագրային ծառայության հնարավորությունները, կյանքի են կոչվում պաշտպան հայրենյաց եւ սոցիալական ապահովության ծրագրերը։ Բանակի արդիականացման համար շարունակվում է նաև տեխնիկական վերազինումը, զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանությունը։ Այսօր հայոց բանակը շարունակում է իր զարգացումը, հարմարվելով նոր անվտանգային իրողություններին եւ ամրապնդելով իր դերը որպես Հայաստանի պետականության հիմնասյուն։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական հերթական նիստում անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներին։ Նա շնորհակալություն է հայտնել հարյուրավոր մարդկանց ինտենսիվ աշխատելու համար, որոնց շնորհիվ ճանապարհները, մայթերը անցանելի են դարձել։ Քաղաքապետը այնուամենայնիվ խոսել է նաև առաջացած խնդիրների մասին։ Հունվարի 23-ին ժամը 10:30-ի դրությամբ ԵԱՍՄ հիմնարկի բոլոր մեքենաներն ամբողջությամբ տեղակայված են եղել Երևանի վարչական շրջաններում, ըստ նախապես մշակված դիսկոլացիոն սխեմայի։ Ընդհանուր առմամբ մոբիլիզացվել է 137 միավոր տեխնիկա։ Երևանի գործակարգավարական նիստում քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը ներկայացրեց մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքները։ Վերջինիս տեղեկացմամբ ամսի 23-ի լույս 24-ի գիշերը ամբողջ տեխնիկան դուրս է բերվել փողոց մշակելու բոլոր փողոցները։ 24-ի ժամը 10-ի դրությամբ մայրաքաղաքի բոլոր կենտրոնական եւ մասամբ երկրորդային փողոցները լրիվ մաքրված են եղել ձյան եւ սառույցի ծածկույթից, եղել է սև ասֆալտ, սա փաստում են եւ օպերատիվ ծառայությունները եւ մեր շրջայցը եւ վարչական ղեկավարների շրջայցը։ Սակայն պարոն քաղաքապետ ունեցանք խնդիր։ Ամսի 23-ին խցանումներ առաջացան մայրաքաղաքում, գրեթե ամբողջ տարածքում, բայց հիմնական կանգը խցանումները եղան կենտրոն վարչական շրջանում։ Կամո Արեյանի խոսքով այն պատճառաբանությունը, թե աղուավազ չի եղել ցանած, այդքան էլ իրականությանը չի համապատասխանում։ 1000 տոննա աղուավազի խառնուրդ ենք ծախսել այդ երկու գիշերը։ Երբ որ 10000 տոննա ծախսել ենք այս դեկտեմբերի 27-ից մինչև 23-ը հունվար։ Նախորդ տարիների նույն ժամանակահատվածը հազիվ 5000-6000 տոննա է եղել։ Նույն ժամանակահատվածը։ Նույնիսկ ամբողջ ինտենսիվ սեզոնը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը եւս անդրադարձավ մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներին։ Նա շնորհակալություն հայտնեց մարդկանց, որոնք ինտենսիվ աշխատել են, որ մեր ճանապարհները, մայթերն անցանելի դառնան։ Նա խոսեց նաեւ խնդիրների մասին, նշելով, որ դժգոհությունները մեկ նպատակ ունեն՝ հաջորդ անգամ լինել ավելի պատրաստված, կիրառել նորարարական լուծումներ։ Նոր տեխնոլոգիաներ կան, կարծում եմ, որոնք որ պետք է մենք էլ փորձարկենք, մասնավորապես ջրի լուծույթով աղի նախորոքցանումը փողոցներում։ Այսինքն կան մեթոդներ, որոնք որ մենք պետք է փորձարկենք, պարոն Արեյան, եւ կարծում եմ դա էլի մեր որոշ խնդիրներ կմեղմի։ Ինչ վերաբերում է մայթերին, ինչ վերաբերում է բակերին, այստեղ դեռևս խնդիրը տեսնում եմ եւ իրականում այստեղ երևի համակարգային նոր լուծումներ են ուես պետք, որովհետև միայն Երևանի քաղաքապետարանի տեխնիկան, ինչքան էլ որ մենք ավել գնենք, մեզ թույլ չի տալու ամբողջ ծավալը փակել եւ համատիրությունների հետ աշխատանքը կոորդինացնելու մի հատ նոր մեխանիզմ է մեզ պետք եւ մեր մասնավոր գործընկերները, որոնք որ
իրապես այս տարի շատերը այս տարի բացահայտեցին, որ իրենք ունեն պարտավորություն իրենց դիմացի մայթերը մաքրելու, ասեմ ավելին, ուզում եմ այդ գործընկերներին մի վատ լուր էլ հայտնել, իրենք առհասարակ ունեն պարտավորություն իրենց դիմացի հատվածները տարին 12 ամիս պատշաճ տեսքի բերել։ Հաշվի առնելով եկած ձյան ու իրականացրած աշխատանքների ծավալները, Ավինյանը կատարած աշխատանքը համարում է բավարար, որովհետև ճանապարհներն ինտենսիվ տեղումներից 24-ից 36 ժամ հետո ամբողջովին անցանելի են եղել, խնդիրներն ամբողջությամբ վերացված։ Հետևաբար հիմա պետք է աշխատենք, որ այդ ժամանակը կրճատենք, այսինքն նույնիսկ եթե ցերեկային ժամերին է գալիս ձյունը, մենք պետք է կարողանանք այնպես անել, որ այդ միջինացված ժամանակը էականորեն նվազի, պարոն Արեյան, եւ խնդրում եմ հաջորդ ձյան գալուց եկեք այդ փորձարկումները սկսենք արդեն իրականացնել թեկուզ մի քանի փողոցների վրա, մենք մեր փորձով համոզվենք, եթե աշխատող է, եկեք այդ նոր մոդելները արդեն լայնորեն կիրառենք։ Ավինյանը խոսեց նաև Երևանում օդի որակի մասին, նշելով այս խնդիրը մեզ մոտ հիմնականում կապված է ինվերսիոն մթնոլորտային շերտի բարձր եւ ցածր լինելու հետ։ Նոյեմբերից սկսած, երբ մթնոլորտային շերտն իջնում է, խնդիրն ավելի է սրվում մեր արտանետումների եւ հարևան երկրներից օդի հոսքի հետևանքով։ Այս խնդիրը մենք ունեցել ենք տասնամյակներով։ Երբևէ չենք խոսել սրա մասին, երբևէ չենք խորացել, բոլորը երջանիկ ապրել են 90-ականներին, ով ինչ ասես, ինչ հնարավոր էր այրել ատներում ու տենց ապրել ենք, հասել ենք այսօրվան, երբ որ իրականում խորացված ուսումնասիրում ենք այն խնդիրը, որը որ մեզ հետ եղել է տասնամյակներով։ Եվ իրականում կարծում եմ այն աշխատանքը, որ հիմա իրականացնում են մեր գործընկերները, բնապահպանության վարչությունը, մեր տեխնոլոգիաների կենտրոնը, դուք պարոն Արզումանյան, շատ լավ հիմք է հանդիսանալու, որ այն լուծումները, որոնց մասին հիմա տենց շատ նախնական խոսեցինք, կյանքի կոչվեն եւ մենք մեր աչքով տեսնենք այդ լուծումների արդյունքները։ Հաջորդիվ Երևանի քաղաքապետը հայտնեց, որ Երևանի բոլոր մանկապարտեզներում տեսահսկման սարքեր կտեղադրվեն։ Որ այս որոշումը կարևոր էր եւ այս որոշման արդյունքում մենք նաեւ կարողանում ենք հսկել եւ զգոն լինել եւ կարելի ասել նույնիսկ արդեն կանխարգել վատ երևույթները, որոնք որ եղել են որոշ դեպքերում մեր մանկապարտեզներում, մասնավորապես երեխաների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի դրսևորումները կարելի ասել գրեթե բացառում ենք այս մեխանիզմներով։ Նիստի ավարտին Ավինյանը հայտարարեց, որ Երևանի սեփական եկամուտների ցուցանիշներն իսկապես տպավորիչ են։ Փաստացի 96.6 միլիարդ դրամ, կատարողականը 109%։ Սրանք ուղղվում են նաև կարևոր ենթակառուցվածքներին, որոնք ամեն օր ծառայում են երևանցիներին՝ տրանսպորտային միջոցներ, բակային բարեկարգումներ, ասֆալտապատում եւ այլն։ Անդրադառնանք այլ թեմաների։ 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, որը արդեն իսկ ընդգրկել է ավելի քան 1.5 միլիոն քաղաքացու, երեխաներ, թոշակառուներ, հաշմանդամություն ունեցող անձինք եւ բարձր աշխատավարձ ստացողներ։ Պետությունը ստանձնել է առողջապահական ծախսերի զգալի մասը, առողջությունը դարձնելով ոչ թե բեռ, այլ պետական երաշխիք։ Ինչպես է գործում նոր համակարգը, ովքեր են վճարում ապահովագրավճար եւ ինչ պետք է իմանա յուրաքանչյուր քաղաքացի։ Կառավարության ամենախոշոր եւ համակարգային սոցիալական բարեփոխումներից մեկը առողջության համընդհանուր ապահովագրությունը գործարկման առաջին ամսում արդեն ընդգրկել է ավելի քան 1.5 միլիոն քաղաքացու։ Առաջին փուլում համակարգի շահառու է դարձել 1.571.000 քաղաքացի, երեխաներ, թոշակառուներ, հաշմանդամություն ունեցող անձինք, սոցիալական աջակցության խմբեր եւ 200.000 դրամից բարձր աշխատավարձ ստացողներ։ Ազգային ժողովում կազմակերպված աշխատանքային քննարկման ընթացքում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց համակարգի գործարկման ընթացքն ու առանցքային մեխանիզմները, պատասխանելով պատգամավորների հարցերին եւ հանրային մտահոգություններին։ Մեկ մարդը կարող է մի քանի այցի շրջանակներում սպասարկում ստանալ։ Սա նշանակում է, որ կարող է արդեն իսկ մեր քաղաքացիները խորհրդատվություն, էլեկտրոնային դեղատոմսով դեղ ստանան, հիվանդանոցային այց գրանցեն եւ այլն եւ այլն։ Այսինքն չի նշանակում, որ 255.000 հոգի է օգտվել, այլ նշանակում է, որ 255.000 այց է գրանցվել։ Նախարարը հստակեցրեց, որ եթե քաղաքացին թեկուզ մեկ ամիս ստանում է 200.000 դրամից ավելի աշխատավարձ եւ այդ հիմքով ներառվում է ապահովագրության համակարգում, ապա նա ավտոմատ կերպով մնում է համակարգի շահառու 12 ամիս շարունակ, անկախ հետագա աշխատավարձի նվազումից կամ դրույքի կրճատումից։ Նախարարի տեղեկացմամբ քաղաքական պայմանագրով քաղաքացիների համար ապահովագրությունը կգործի 2027 թվականի հունվարի 1-ից։ Այստեղ պիտի երկու հանգամանք միաժամանակյա լինի։ Դա
Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտություն ունենալու հանգամանքն է։ Ռեզիդենտությունը դա Հայաստանի Հանրապետությունում 183 օր եւ ավել բնակվելու հանգամանքն է։ Այստեղ, եթե այս երկու հանգամանքները առկա են եւ իմ կողմից նշված այս տարիքային կամ սոցիալական խումբը առկա է, ուրեմն քաղաքացին ունի կարգավիճակ։ Ներկայացված տվյալների համաձայն այսօր ապահովագրության համակարգում ընդգրկված 1.5 միլիոն քաղաքացուց միայն 18.3%-ն է վճարում ապահովագրավճար։ Մնացածը գտնվում են պետական հոգացության ներքո։ Մասնավորապես մինչև 18 տարեկան երեխաները կազմում են շահառուների 39.9%-ը, 65 եւ բարձր տարիքի թոշակառուները 32.5%-ը, 200,000 դրամից ավելի բարձր ստացողները 18.3%-ը, սոցիալական աջակցության խմբերը 9.3%-ը։ Տարեկան ապահովագրավճարը սահմանված է 129,600 դրամ, սակայն երեխաների, թոշակառուների եւ հաշմանդամություն ունեցող անձանց համար այն ամբողջությամբ վճարում է պետությունը։ Եթե մարդը շտապ օգնության կամ հրատապ անհետաձգելի բուժօգնության կարիք չունի, ապա նա գնում է արդեն պլանային իր պոլիկլինիկա կամ ամբուլատորիա, ընտանեկան բժշկի, թերապևտի կամ մանկաբույժի մոտ։ Եվ արդեն այս անձինք են, որ ուղղորդում են անձին բուժօգնության ճիշտ տրամադրման ձևաչափով։ Առողջության համընդհանուր ապահովագրության փաթեթը չունի տարվա առավելագույն ֆինանսական շեմ մեկ անձի համար, սակայն յուրաքանչյուր ծառայության մասով սահմանված են հստակ սահմանափակումներ։ Օրինակ, արտահիվանդանոցային MRT հետազոտությունը փոխհատուցվում է տարեկան մինչև 2 անգամ։ Նույն սահմանափակումը գործում է նաև նեղ մասնագետի խորհրդատվության դեպքում։ Յուրաքանչյուր ծառայության համար կան առավելագույն փոխհատուցման գներ, որոնցից բարձր ծախսերը արդեն չեն փոխհատուցվում ապահովագրական փաթեթով։ Ընդհանրապես, հարգելի գործընկերներ, ապահովագրական փաթեթները հենց ունենում են կոնկրետ շրջանակներ։ Փաթեթի արժեքը 129,600 դրամ է տարեկան եւ մենք այդ գումարի շրջանակներում պիտի հաշվարկենք, որ ծառայությունները ինչ ծավալով կարող ենք տրամադրել։ Նյարդաբան, սրտաբան, ապահովագրական փաթեթը տրամադրում է տարին 2 անգամ։ Դրանից ավելը արդեն անձը ինքն է վճարում։ Քաղաքացիների համար առանցքային գործիք է Արմետ համակարգը, որտեղ հնարավոր է ստուգել եւ հաստատել ապահովագրության կարգավիճակը։ Հավելված ունենալը պարտադիր չէ, այն ընդհանրապես լրացուցիչ հարմարություն է։ Մեր ավակ սերնդի ներկայացուցիչները շատ կաշկանդված են բեռ դնելու իրենց երեխաների վրա եւ այս առումով ես ուզում եմ նշել, որ շնորհակալությունների նաեւ մեծ մասը սրան է վերաբերում, որ իրենք պետության հոգացությունը զգալով նաև անկախ են եւ ավելի ինքնուրույն են։ Նախարար Ավետիսյանը հատուկ անդրադարձավ նաև սմարթ հեռախոս չունեցող քաղաքացիներին։ Նրա խոսքով այդ դեպքում պոլիկլինիկայում բժիշկն անձամբ կարող է Արմետ համակարգում կատարել անհրաժեշտ գործողություններն ու հաստատել քաղաքացու համաձայնությունը։ Եթե ինչ-ինչ պատճառներով մարդը չի ակտիվացրել իր Արմետ հավելվածը, համաձայնությունը չի տվել, բայց ինչ պատճառներով ընկել է շտապ օգնության օրինակ միջոցով հիվանդանոց, սա եւս խոչընդոտ չէ նրա իրավունքը իրացնելու։ Տվյալ պահին հիվանդանոցային այցի շրջանակներում հաստատումը կիրականացվի եւ նա կստանա իր բժշկական օգնությունը։ Ազգային ժողովում քննարկմանը մասնակցած քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւս կարևորեց համակարգի սոցիալական ազդեցությունը, ներկայացնելով արդեն արձանագրված թվերը։ Վարչապետի հրապարակած տվյալներով միայն 65-ից բարձր տարիքի 50,073 թոշակառու ստացել է 4.3 միլիարդ դրամի առողջապահական ծառայություն պետական բյուջեի միջոցներով։ Կան թոշակառուներ, որոնք ստացել են մինչև 4 միլիոն դրամի աջակցություն, ինչն ըստ Կոնջորյանի վկայում է, որ քաղաքացիներն իրենց առողջական խնդիրների հետ այլևս մենակ չեն մնում։ Այսպիսով առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը դեռ իր մեկնարկային փուլում է, սակայն արդեն իսկ ձևավորում է նոր իրականություն, որտեղ բժշկական օգնությունը դառնում է ոչ թե արտոնություն, այլ երաշխավորված իրավունք։ 2025 թվականին Հայաստանում լրագրողների եւ լրատվամիջոցների գործունեության նկատմամբ ճնշումներն աճել են, գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշները։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տվյալներով տարվա ընթացքում արձանագրվել է 224 խախտում ֆիզիկական բռնությունների, ճնշումների եւ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքների խախտումների տեսքով։ Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով նախորդ տարի լրագրողների եւ լրատվամիջոցների դեմ ներկայացվել է 61 հայց։ 2025 թվականին Հայաստանում լրագրողների եւ լրատվամիջոցների գործունեության նկատմամբ ճնշումները շարունակել են աճել, գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշները։ Այս մասին հայտարարել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, ներկայացնելով կազմակերպության տարեկան զեկույցը։
Զեկույցը ծավալուն է 125 էջ, սակայն, ինչպես նշեց Աշոտ Մելիքյանը, այն հստակ ներկայացնում է մեդիա դաշտում ձևավորված հիմնական միտումները եւ խնդիրները։ Եվ պետք է հանրահավաքության ասեմ, որ սովորաբար կոնֆլիկտները միակողմանի չեն լինում եւ տարվա ընթացքում բազմիցս մենք արձանագրել ենք նաեւ դեպքեր, երբ լրագրողներն էին գործում մասնագիտական էթիկայի խախտումներով եւ այդ կոնֆլիկտային ընդհանուր իրավիճակը հանգեցրել է նրան, որ 2025 թվականի ընթացքում ընդհանուր խախտումների քանակը ավել է, քան 2024 թվականին։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տվյալներով 2025 թվականին արձանագրվել է ընդհանուր առմամբ 224 խախտում, մինչդեռ 2024 թվականին թիվը կազմել է 208։ Խախտումները դասակարգվել են 3 հիմնական խմբի՝ ֆիզիկական բռնություններ, տարբեր տեսակի ճնշումներ, վիրավորանքներ, սպառնալիքներ, խոչընդոտում եւ տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքի խախտումներ։ Տարվա ընթացքում արձանագրվել է 15 ֆիզիկական բռնության դեպք, որոնցից 7-ն իրականացվել է իրավապահ մարմինների կողմից, եւս 7-ը իշխանություններին համակիր քաղաքացիների, իսկ մեկ դեպքում հանցագործը մինչև օրս չի հայտնաբերվել։ Խոսքը լրագրող Հակոբ Կարապետյանի նկատմամբ իրականացված հարձակման մասին է։ Այս խախտումները հատկապես արձանագրվում էին եւ տեղի էին ունենում, երբ երկրում հասարակական քաղաքական մթնոլորտը սրվում էր։ Սա կարծես թե փոխկապակցված բան է եւ տարիներ շարունակ մենք արձանագրում ենք, որ հենց այդ սրացումների ընթացքում են ավելանում նաեւ լրագրողների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ հարձակումները, տարատեսակ ճնշումները եւ այլն։ Ճնշումների թիվը 2025 թվականին կտրուկ աճել է 71-ից հասնելով 108-ի, մինչդեռ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումները նվազել են 122-ից դառնալով 101։ Սակայն, ինչպես ընդգծում են փորձագետները, խնդիրը լուծված չի կարելի համարել։ Շարունակում են տարածված մնալ գործընթացի ձգձգումները, ձևական պատասխաններն ու անհիմն մերժումները։ Կոմիտեն նաև արձանագրել է դատական գործերի էական աճ։ 2025 թվականին լրագրողների եւ լրատվամիջոցների դեմ ներկայացվել է 61 դատական հայց, որոնց մեծ մասը վիրավորանքի եւ զրպարտության հիմքով։ Դրանց գրեթե կեսը ներկայացրել են իշխանության ներկայացուցիչները։ Եվրոպական դատարանի որոշումներում նախադեպային իրավունքում բազմաթիվ գործերով նշվում է, որ քաղաքական գործիչները, բարձրաստիճան պաշտոնյաները պետք է ձեռնպահ մնան վիրավորանքի եւ զրպարտության գործերով հայցեր ներկայացնեն, հատկապես եթե այդ հայցերը ուղեկցվում են նաև բարձր ֆինանսական պահանջներով։ 2025 թվականին ավարտված 15 դատական գործերով հայցերը բավարարվել են։ Լրատվամիջոցները պարտավորվել են հրապարակել հերքումներ եւ վճարել ընդհանուր առմամբ 3.3 միլիոն դրամ փոխհատուցում։ Միաժամանակ 21 գործով հայցերը մերժվել են, 6-ը կարճվել, 2-ը վերադարձվել դատարանից։ Զեկույցում առանձնակի տեղ է հատկացված նաև մեդիա դաշտի վրա քաղաքական եւ հասարակական լարվածության ազդեցությանը։ Ըստ Մելիքյանի, իշխանություն ընդդիմություն եւ իշխանություն եկեղեցի առճակատումների ֆոնին լրատվական դաշտում խորացել է բևեռացվածությունը, ինչի հետևանքով լայն տարածում են ստացել ֆեյք լուրերը, ապատեղեկատվությունն ու մանիպուլյատիվ մեկնաբանությունները։ Խոսելով առաջիկա ընտրական տարվա մասին, ըստ Մելիքյանի լրագրողական հանրության համար լինելու է բարդ ժամանակաշրջան, ուստի կոմիտեի նախագահը հորդորել է բոլոր կողմերին վերադառնալ պրոֆեսիոնալ եւ էթիկական նորմերին։ Նույնիսկ բևեռացված լրատվական դաշտում հնարավոր է այնուամենայնիվ փորձել վերադառնալ կամ աշխատել պրոֆեսիոնալ նորմերին, այսպես եթե ոչ 100%-ով, որը շատ բարձր վստահելիություն ունենալու համար պրոֆեսիոնալ նորմերի, էթիկական նորմերին համապատասխան եւ ամենակարևորը հասնել դրան, որպեսզի այդ կարծիքները, դիրքորոշումները, տեսակետները տարբեր ուժերի ներկայացված լինեն, ոչ թե քարոզ իրականացվի ինչ որ մի քաղաքական ուժի օգտին, այլ նաև նրանց մրցակիցների կարծիքները ներկայացվի, որ եթե իրենք ուզում են
որ ընտրողը այսպես գիտակցված ընտրություն կատարի։ Մելիքյանը նշեց, որ լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող օրենսդրությունը շարունակում է մնալ թերի եւ հատվածական։ Կազմակերպությունն արդեն աշխատում է նոր հայեցակարգի վրա, որը նախատեսում է ներկայացնել խորհրդարանին եւ գործադիր իշխանությանը մեդիա դաշտի հիմնարար բարեփոխումներ իրականացնելու նպատակով։ Այսպիսին էր անցնող շաբաթը։ Հետևեք Free News-ի լրատվությանը, առողջ եղեք։